Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մենք հաճախ ասում ենք ես հավատս կորցրել եմ կամ ես հույսս կտրել եմ։ Հետևաբար հավատի եւ հույսի վերաբերյալ մեր պատկերացումները այնքան էլ կայուն չեն։ Ինչ վերաբերում է այդ եռյակի երրորդ բաղադրիչին՝ սիրուն, ապա այստեղ մենք կարծես թե ավելի քիչ ենք հակված փոխել մեր տրամադրությունները։ Դժվար թե որևէ ծնող իր զավակի մասին ասի ես նրան այլևս չեմ սիրում։ Սիրո, հավատի եւ հույսի մասին ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված իր թղթում կա այսպիսի մի միտք. նույնիսկ նեղության մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Նկատում ենք, որ առաքյալի մոտ հոգևոր տրամաբանության շղթան սկսվում է նեղությունից։ Ասում է, նույնիսկ նեղության մեջ ենք պարծենում։ Ինչու պետք է մարդը պարծենա իր նեղվիճակով։ Այդ հարցի պատասխանը մենք պետք է փնտրենք թարգմանության նրբությունների մեջ։ Որպես նեղություն մենք հայերս թարգմանել ենք հունարեն սլիպսիս բառը, որի իմաստներն են բացի նեղությունից՝ ճնշում, սեղմված վիճակ, կեղեքում, դժվարություն։ Ռուսերեն սինոդական թարգմանության մեջ ասված է սկորբի, վշտերը, իսկ այլ թարգմանություններում հանդիպում ենք նաև ստրադանիա բառը, այսինքն տառապանքները։ Դրանք կարծում եմ ամբողջությամբ չեն փոխանցում արտաքին ճնշման իմաստային երանգը, որը կա սլիպսիս նեղություն բառերի մեջ։ Անգլերեն դա թարգմանում է որպես tribulation, որը իր հերթին առաջացել է լատինական tribulare բառից, եւ այստեղ դարձյալ կա ճնշման գաղափարը։ Ինչու եմ ես խորանում թարգմանության մեջ, որպեսզի մեզանում տպավորություն չստեղծվի, իբր առաքյալը ասում է, որ տառապանքներով պետք է մենք հպարտանանք, կամ գուցե ավելի վատ, պետք է տառապանքներ փնտրենք դրանց մարդկանց ի ցույց դնելու համար։ Ավետարանը այդպիսի մազոխիզմից եւ այդպիսի հպարտությունից չափազանց հեռու է։ Նեղությունից սկսելու իրական իմաստն այն է, որ արտաքին ճնշումը չի կարող կործանել մարդուն, եթե նրա մեջ կա դիմադրողականության ուժ, այսինքն նա համբերություն ունի։ Հիշենք, առաքյալն ասում է, նեղությունը համբերություն է բերում։ Այդ համբերությունն էլ իր հերթին չի նշանակում կրավորական կեցվածքով նստել եւ հարվածներ ընդունել։ Համբերությունը բերում է փորձառություն, որը հակառակը, դա մի հոգևոր փորձառություն է։ Համբերությունը բերում է փորձառություն, որը հակառակը օգնում է ակտիվ դիմադրության։ Եվ նեղությամբ պարծենալը առաքյալի մոտ նշանակում է նեղության միջոցով վերափոխվելը, Աստծուն ավելի մոտ դառնալը։ Պարծենալը հետևաբար այստեղ վստահությամբ ընդունելն է, չկոտրվելը, այդ իմաստն ունի։ Նեղության ազդեցության տակ մարդը ստիպված է դիմանալ, չփախչել։ Փորձառությունը կարելի ասել կրակի միջով անցնելն է, կոփվելը։ Եվ արդյունքում մարդ տեսնում է, որ Աստված իրեն չի լքել, իսկ հենց դա է հույսը։ Հետաքրքիր է, որ Պետրոս առաքյալի մոտ նույնպես կա նմանատիպ շղթա։ Երկրորդ ընդհանրական թղթում նա գրում է. ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածավախությամբ, աստվածավախությունը եղբայրությամբ եւ եղբայրությունը սիրով։ Աչքի է զարնում, որ այս երկու շղթաներում կա մեկ ընդհանուր բառ՝ համբերություն։ Բայց առաքյալները համբերությանը մոտենում են տարբեր կողմերից։ Դա հասկանալու համար սկզբից պետք է նկատենք, որ Պետրոսի մոտ այդ աստիճաններով բարձրանալը սկսում է առավել ակտիվ, գործուն հորդորով։ Ասում է ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի ավելացնենք, հարստացնենք։ Ոչ թե X-ը բերում է Y-ի, ինչպես Պողոսի մոտ, այլ X-ը մեր ջանքերով հարստացնում ենք Y-ով։ Այս համատեքստում պետք է հասկանալ Պետրոսի գիտություն, ժուժկալություն, համբերություն օղակների հերթականությունը։ Եթե դու գիտելիք ունես, եթե դու մի բան իմանում ես, ոչ միայն մտքով, այլև սրտով, ապա դու ինքդ քեզ կարողանում ես տիրապետել։ Համաձայն եք, չէ՞։ Ժուժկալությունն այստեղ հենց նշանակում է ինքնազսպում, ինքնատիրապետում, սեփական ցանկությունների կառավարում։ Դա ասկետիզմը չէ, որը ավելի շուտ պրակտիկա է, հոգևոր պրակտիկա է, ապրելակերպ է, եւ դա շատերիս համար պարզապես անհասանելի է։
Պետրոսի մոտ ժուշկալությունը ավելի շուտ ներքին ազատություն է, երբ մարդը կարողանում է ինքն իրեն զսպել, չտրվել կրքերին։ Եվ ահա այդ ժուշկալությունն է, որ բերում է համբերության։ Այսինքն դու պետք է կարողանաս կառավարել ինքդ քեզ, ի վիճակի լինես դիմադրել եւ տոկալ։ Համբերությունն այստեղ դարձյալ ներքին տոկունությունն է, բայց ի տարբերություն Պողոս առաքյալի, այդ դեպքում ձեռք է բերվում նպատակաուղղված ջանքերի շնորհիվ։ Հետաքրքիր հարց է, ինչու է առաքյալներից մեկի մոտ շղթան ավարտվում հույսով, իսկ մյուսի մոտ սիրով։ Այստեղ խնդիրը պարզ է, նրանք տարբեր հարցերի են պատասխանում։ Պողոսը գրում է այն մասին, թե ինչպես պետք է ապրել նեղության մեջ, կամ այն ամենը, ինչ որ կատարվում է, իմաստ ունի թե չունի։ Իսկ Պետրոսի հարցը հետևյալն է. ինչպես պետք է հասունացնել հավատը։ Այսինքն, երկրորդ դեպքում խնդիրը ոչ այնքան ճգնաժամի հաղթահարումն է, որքան հոգևոր ճանապարհով առաջ գնալը։ Իսկ առանց սիրո դա իհարկե հնարավոր չէ։ Բայց Պողոսի համար էլ հույսը վերջնանպատակը չէ։ Դա միևնույն է մի հանգրվան է, որը տանում է դեպի սերը։ Կորտնացիներին ուղված իր նամակում նա գրում է. «Արդ մնում են հավատը, հույսը, սերը։ Այս երեքը, բայց ամենից մեծագույնը սերն է»։ Հայ առաքելական եկեղեցու մկրտության արարողության ժամանակ քահանան 3 անգամ հարցնում է կնքահորը. «Ինչ է ուզում մկրտվողը»։ Եվ քահորը պատասխանում է. «Հավատք, հույս, սեր եւ մկրտություն»։ Այսինքն մկրտվելը, քրիստոնյա դառնալը ենթադրում է ըստ ամենայնի այդ 3 առաջին նախապայմանները։ Իհարկե կան ճակերտավոր քրիստոնյաներ, որոնք ապրում են չհավատալով, չհուսալով եւ չսիրելով։ Ընտրությունը մերն է։